Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նայնե ջան, սա ձեզ։ Ինձ սիրուն գույն։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ծաղիկները միշտ են բարձրացնում նրա տրամադրությունը, եթե անգամ վատառողջ չէ։ Գյումրեցուն հատուկ հյուրընկալությամբ ու ջերմությամբ է Երևանյան իր փոքրիկ բնակարանում մեզ ընդունում սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը։ Երկար ժամանակ է ինչ առողջական խնդիրների պատճառով աշխատել չի կարողանում, այսօր իր կյանքի ամենաբարդ շրջանում է։ Ճնշումն ունիմ, սիրտս 4 հատ ստենտ է դրած, ողնաշարի գրիժա ունիմ 2 հատ ազիջան, թե ինձ շաքարով ու սրտով չեն անի այդ օպերացիան։ Բացառված է, ոտքերս վարիկոզ է, հազիվ եմ քայլում, 100 մետրից ավել չեմ քայլում, որտեվ համ ոտքերս է ցավում, համ մեջքս։ Ու սա դեռ ամբողջը չէ։ Նարինեն երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, առողջական խնդիրներն անհաշվելի են, բուժման ընթացքը բարդ ու երկարատև։ Օրեր առաջ էլ ոտքն է ախտահարվել, կարմիր քամի է կոչվում պատուհասած հիվանդությունը, որ երկրորդ անգամ է մոլեգնել։ Մի ամիս առաջ եղավ անցավ, հիմա նորից եղել է թող ջերմություն, ցավ ոտքի ու մռմռոց։ Հենց այս պահին գիշերվանից սկսվել է նորից։ Դերասանուհին ապրում է տարեց մայրիկի հետ, իրենից առավել կարևորում է 78-ամյա մոր առողջությունը։ Տիկին Գայանեն Նարինեի օդն ու ջուրն է, մայր ու դուստր շատ կապված են։ Այս կյանքում իրարից թանկ ոչինչ չունեն։ Պատառողջ է նաև դերասանուհու մայրը, որ վերջերս է ուղեղի կաթված ստացել ու այլևս չի քայլում։ Տիկնոջը լուրջ ու հետևողական խնամքի անհրաժեշտ, որը դուստրը իրականացնել ցավոք չի կարողանում։ Այս հարցում ընտանիքին փոքրինչ օգնում է բարեխիղճ հարևանուհին։ Մենք երկուսս իրար հետ 80,000 թոշակ կստանանք։ 80,000 թոշակ կստանանք, 20,000 էլ նվաստ կստանանք։ Փարոսի նվաստ, Սվետլանա ջան։ Ուրիշ ոչ մի բան չունենք։ Տեղերը չեմ հասցնում։ Մամայիս պամպերսը չեմ հասցնում։ Երեք իրան պայողա, իրիկունը ասեց պամպերսը պրձավին վակտը խպեց ինձի, որտև 40,000 ապտեկայում պարտք եմ արդեն։ Ամաչում եմ գնամ նորից ուզեմ, բայց թե ինչ անեմ լավ։ Կգնամ նորից երեսս դեմ տամ ուզեմ։ Նարինեի համար այժմ անհասանելի են անգամ ամենամատչելի դեղամիջոցները։ Երբեմն դերասանուհուն ընկերները, հարևաններն ու ծանոթներն են օգնության ձեռք մեկնում։ Նրանցից մեկն էլ ընտանիքի կողքին էր մեր ամբողջ նկարահանման ընթացքում։ Մայր ու դուստր փորձությունը փորձության հետևից են հաղթահարում։ Ես էլ ինքն էլ շաքար ունենք։ Իրանը փիչեմ թեթև է, իմս սարսափելի է, միջև 30 կելնի։ Գրած է հազվադեպ, երկրորդ տիպի շաքարային դիաբետ։ Կսեմ այդ հազվադեպը որն է, կսեն այն օր չենք կրնա իրան կառավարենք։ Մի գիտես ար չապեմ գ 7 է, 2 ժամ հետո չապեմ գ 25 անտերը։ Մենակ 5 առողջ եղնի։ Ուրիշ բան պետք է։ Նարինեի կյանքում ցավերը շատ են, հատկապես հոգու ցավերը։ Առողջությունից բացի նա կորցրել է նաև սիրած աշխատանքը։ Դերասանուհին երկար ժամանակ է ինչ որևէ նախագծում ներգրավված չէ։ Ես տողվա, մեր 2 ժամից կուկա։ Նկարահանման առաջարկներ չունի այն պահից սկսած, երբ տեղեկացել են նրա առողջական խնդիրների մասին։ Պինդ է մնում ու չի հուսալքվում։ Ավելին ժպիտի տակ է թաքցնում հոգու խոր վերքերը։ Ես որ կամերան տեսնեմ գլավնամ գ։ Գնում նկարում եմ, ճիշտ է դանդաղ, բայց մարդիկ կանչում նկարում են մեկ-մեկ։ Շատ հաճախ չէ, բայց մեկ-մեկ հիշում են, կանչում են։ Եթե հիմա առաջարկ ունենայիք, նորից այս վիճակով կգնայիք։ Վազելով, ես իմ գործը շատ կսիրեմ։ Ես որ զանգում ասում եմ, քայլելու դեր չեղնի, վազելու դեր չեղնի, նստակյաց դեր, օրը 24 ժամ նկարվում։ Նարինեն մշտապես աշխատել է, երբեք տանը չի նստել, հազար ու մի գործ է փոխել, մինչև կյանքը նրան հեռուստատեսություն է բերել։ Նույնիսկ այս նեղ դրության մեջ պատվախնդիր կինն ասում է, իրեն ոչինչ հարկավոր չէ, սեփական քրտինքով աշխատել ու ամեն անհրաժեշտ բան ձեռք է բերել։ Նյութական է, երկրորդական է, միայն թե առողջություն լինի։ Իմ աղջիկը չեղնի, ես չեղնի։ Լացավ տոնի։ Ինչ նպատակներ, երազանքներ ունեք այս պահին։ Որսեմ չունիմ էլ։ Կուզեմ լավնամ։ Ոչ մի բան չեմ ուզել։ Կուզեմ լավանամ, էլ ցավ չունենամ։ Ու շուշուտ նկարվիմ։
Հուզվում, հետո նորից հավաքվում ու շարունակում է դերասանուհին։ Բազում մրցանակներ ստացած ժողովրդի կողմից ճանաչված ու սիրված արտիստը ամենից շատ կրկին հեռուստաէկրաններին հայտնվելու, սիրելի մասնագիտությամբ զբաղվելու ու երկրպագուներին կրկին ժպիտ պարգևելու մասին է փափագում։ Երազում է հասցնել մի լուրջ, ինչու՞ չէ նաև դրամատիկ կերպար մարմնավորել։ Ուրա տղամարդ ուզեմ։ Մեկը կարիգը ներվայնաներ դխի, ինչ ա եղեք, սի, այբալամ շատ նիարես։ Ուզում եմ մի հատ լուրջ դեր խաղամ։ Լուրջ, լրիվ լուրջ։ Երազանքս է դեր, մի հատ լրիվ լուրջ դեր խաղամ։ Շատ պատվոգներ ունեմ, Երիսկից, Կրասնոդարսկի կրայից, միս գրացիա պատվոգին եմ բերել։ Ամենադժվարը ծիծաղեցնելն է։ Եթե դա կրնաս, ուրեմն լուրջ դերն ինչ է, որ չխաղաս։ Նարինեի տանը մի մեծ անկյուն էլ կտեսնես առանձնացված ծրփապատկերներով, որտեղ հաճախ իր աղոթքն է բարձրացնում առ Աստված։ Նախ մայրիկի, ապա իր համար է առողջություն խնդրում, հետո նաև հայրենիքի ու հայրենակիցների համար աղոթում։ Հավատում է, որ ամեն բան ի վերջո լավ է ավարտվելու։ Համոզված է, եթե ինչ-որ բան վատ է ավարտվել, նշանակում է դեռ վերջը չէ։ Վստահ է, որ ապաքինվելու ու նորից վերադառնալու է հեռուստաէկրաններ։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։